Ես բազմաթիվ նամակներ ստանում եմ իմ աշակերտներից, ովքեր ասում են, որ ձեզ հետ ենք շատ հաճախ ցույցերին ենք իրար հանդիպում։ Միշտ հիշեք, եթե ձեր հեռախոսին դասի ժամանակ անծանոթ համարից զանգում են, դա կարող է լինի զանգ ազգային ժողովից։ Հիմա խաղաղության գործընթաց չկա։ Կա նախընտրական զինադադար, Վառ գունավոր շորերով տղաները։ Գլուխդ տանը մոռանայր, բարձր պատմեք, բոլորս կծիծաղենք, հիմա կետ եմ դնում, հետո կպատասխանես, չեք կարոտել այս արտահայտությունները։ Ես այդ արտահայտությունները չեմ արել։ Ես թե տեսել եմ ձեր ելույթները ազգային ժողովում, թե ձեր հարցազրույցներից մի քանիսն եմ տեսել ու ճիշտ ասած ուղղակի ինձ պետք էր TV իմանալ ու վերջ։ Շնորհակալ եմ շատ։ Stranger Things։ Ինչպես կասեր լեգենդար Կարմիր Նիվայի վարորդը, իմ անունն է Հայաստան, անկախ ֆլան ու ֆստան։ Այսօրվա Արենայի հյուրը Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Արեն։ Իմ բարեկամներից մեկը նշանվում է ու բոլորը որ հավաքվում են հարցնում են ուր դու աղջիկ է։ Ձեզ էլ հարցնենք Տիկին Գրիգորյան, դուք որտեղից եք։ Կապանից եմ։ Մի քիչ կպատմեք ձեր մասին, քանի որ երիտասարդներ են նայում, մեր նորալիքի հետևորդները տարիքով ավելի փոքր են, հնարավոր է ձեզ չեն ճանաչում։ Ես հաճույքով պատմեմ։ Կապանից եմ, Կապանում ծնվել մեծացել եմ, այնտեղ դպրոց եմ գնացել, երաժշտական դպրոց եմ գնացել։ Հետո ընդունվել եմ համալսարան, այստեղ ուսանողությունն եմ, Դաշնամուր։ Ուսանողությունս եմ անցկացրել եւ այստեղ ամուսնացել, չնայած ամուսինս եւս Կապանից եմ։ Բայց բնականաբար իմ ընտանիքը, ամուսնուս ընտանիքը Կապանում են եւ այսպես անկախտելի է կապը մեր Երևան-Կապան, այսինքն այդ ճանապարհի վրա այդ 320 կիլոմետրը մեր մշտական ճանապարհն է։ Երևանը սրտեր է միավորում։ Ինչու դուք չեք առաջին համարը, որովհետև հաճախ հարցազրույցներ դուք եք տալիս, ըստ էության, ինչպես երիտասարդները զգում են, երիտասարդության շրջանում բավականին բարձր ճանաչելիություն ունեք, կամ նույնիսկ ինչ վատ կլիներ, որ մեր վարչապետը կին լիներ։ Դուք կընտրեիք։ Երևի, չգիտեմ, մինչև հունիսի 7-ը պարզ կլինի։ Նկատի ունեմ ինձ ընտրելու դեպքում ոչ միայն քաղաքական հայացքով պայմանավորված, այլ որովհետև ես կին եմ։ Այդ խնդիրը իսկապես կա։ Հիմա ինչքան էլ փորձենք ասել, որ մենք հասել ենք այն հանգրվանի, որ կանայք շատ ակտիվ են քաղաքականության մեջ, դա միգուցե ճշմարտություն է։ Բայց արդյոք մենք հասել ենք նրան, որ կնոջը կտեսնեն առաջնորդի կարգավիճակում, ցավոք ես դա դեռ չեմ տեսնում, ցավոք։ Իսկ ձեր կարծիքով հիմա Հայաստանում ակտուալ է, որ օրինակ ընտանիքի գլուխը լինի կինը կամ որոշումներ կայացնողը ընտանիքում լինի կինը։ Ես կարծում եմ եթե տանը կա ամուսին։ Ես կարծում եմ առողջ ընտանիքում բոլոր որոշումները կայացվում են համատեղ քննարկումների արդյունքում, միմյանց ճիշտ փոխհարաբերությունների բերումով, այսինքն ես կողմնակից չեմ նրան, որ տան գլուխը տղամարդն է, ասում են վիզը կինն է եւ այլն, այլ համատեղ ընտանեկան կյանքը լրիվ այլ ձևակարգավորվում։ Դուք աշխատել եք անգլերենի ուսուցիչ, գլուխդ տանը մոռանայր, բարձր պատմեք, բոլորս կծիծաղենք, հիմա կետ եմ դնում, հետո կպատասխանես, չեք կարոտել այս արտահայտությունները։ Ես այդ արտահայտությունները չեմ արել։ Իմ ուսուցիչները արել են, բայց ես չեմ արել։ Չեք աշխատել ուսուցիչ։ Աշխատել եմ, բայց պարտադիր է այդ բոլոր արտահայտությունները անել։ Հա։ 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 Դե ուրեմն լավ ուսուցիչ չեմ եղել, ինչ ասեմ։ Բայց շատ կարոտում եմ, որովհետև երեխեքի հետ շփումը իսկապես շատ հաճելի էր ու պատկերացրու ես դպրոցից մի անգամից գալիս եմ ազգային ժողով, պատկերացրու տարբերությունները մթնոլորտի, ում հետ ես շփվում դպրոցում եւ ում հետ ես շփվում ազգային ժողովում, լրիվ տարբեր իրականություններ, բայց դպրոցի կյանքը իսկապես շատ կարոտել եմ։ Որտեղ է ավելի անկառավարելի աղմուկ ազգային ժողովում թե դպրոցում։ Իհարկե ազգային ժողովում։ Իհարկե ազգային ժողովում։ Կարող եք մի րոպեում բացատրել past perfect-ը։ Իսկապես։ Համեցեք։ Դե լավ օրեն։ Հատուկ հարց։ Կարելի է չէ ընկեր Գրիգորյան։ Իհարկե։ Ուզում եմ ասի by the way, իմիջիայլոց ինձ ասում են ոչ թե ընկեր Գրիգորյան, այլ Miss N։ Miss N։ Եթե նախկինս դեռ երբեմն գրում է, դա արդեն past simple է թե present continuous։
Ոնց կարա present continuous լինի, եթե նախկինում գրել է եւ շարունակում է գրել, դա present continuous-ը բացառապես այն գործողությունն է, դու ինձ հիմա վերադարձնում ես իմ մանկավարժական գործունեություն։ Present continuous-ը բացառապես այնպիսի գործողություններ նկարագրելու համար են, որոնք տեղի են ունենում խոսելու պահին։ Եվ եթե որևէ մեկը դեռ գրել է, դեռ գրում է, այսինքն նախկինում գրել է եւ շարունակում է գրել, դա present perfect continuous է։ 9 տարի ես անգլերեն եմ դասավանդել, հետեւաբար ասել, որ դա իմը չէ, ճիշտ չի։ Բայց ստեղծվում են իրողություններ, որոնց հետ դու հաշվի ես նստում։ Մտածում ես ստեղծված իրողության մեջ դու ինչ կարող ես անել, եւ ես լինելով մարտով կապանից է, ինչի մասին խոսեցինք, որտեղ արդեն ադրբեջանցիները օկուպացրած տարածքներ ունեին, Արցախը խոցված էր 20 թվականից հետո մասնավորապես հիմա այդ իրավիճակի մասին եմ խոսում։ Ես մտածեցի, որ ես շատ ավելի մեծ ներգրավվածություն պետք է ունենամ քաղաքական process-ներում։ Իսկ ձեր աշակերտների հետ քննարկել եք քաղաքականություն մտնելու հարցը կամ իրանք տեղյակ էին։ Քննարկել իհարկե չէ, բայց իհարկե իրենք տեղյակ են, մինչև այսօր ինձ սատարում են։ Ես բազմաթիվ նամակներ ստանում եմ իմ աշակերտներից, ովքեր ասում են, որ ձեզ հետ ենք շատ հաճախ ցույցերին ենք իրար հանդիպում։ Հիմա քարոզարշավի ընթացքում էլ պատահաբար կամ հետևում գալիս միանում են, այնպես որ նախ ես իսկապես փայլուն աշակերտներ եմ ունեցել եւ մարդկային առումով իրանց հետ շփումը իսկապես ստացվել է։ Ես չասեմ ընկերական եմ եղել իրանց հետ, բայց մեր տարիքային տարբերությունը թույլ է տվել, որպեսզի ես չլինեմ այն դասական ուսուցիչներից, ինչը վատ բան չի, բայց նաև տարիքի բերումով ավելի այլ մարտավարություն ունեի, ավելի տակտիկաս ուրիշ էր աշակերտների հետ շփվելու։ 18 թվականին դուք եղել եք հեղափոխական թիմի անդամ, բայց հետո ասել եք, որ սխալվել եք ու տեղափոխվել եք ընդդիմություն։ Ձեր կարծիքով քաղաքական գործչի համար քանի անգամ սխալվելն է ընդունելի, ու արդյոք կարելի է հետ սխալվել։ Ես կարծում եմ, որ ամենակարևորը, որ մարդ իսկապես գիտակցի, որ սխալ է եղել։ Որտեղ մարդիկ կան, չէ, որ սխալվում են, բայց ասում են, չէ, չենք սխալվել ու վերջ։ Ինչ որտեղ զգում են, որ սխալվել են, բայց չեն կարողանում միջև վերջ առերեսվել այդ փաստի հետ, մտածում են, որ թուլություն կլինի ընդունել սխալը։ Բայց կարծում եմ դա ընդհակառակը։ Մարդու համար չափազանց կարևոր հատկանիշ է ընդունել սխալը։ Երբ որ դա տեղափոխում ենք քաղաքական գործչի տիրույթ, իհարկե այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, բայց ինչպես ասացի, ես 18 թվականին ինձ դժվար էր համարել քաղաքական գործիչ, նույնիսկ հիմա այսքան տարիների, այսքանը որն է, մի 5 տարիների քաղաքական գործունեությունից հետո ասել, որ ես շատ փորձառու քաղաքական գործիչ եմ, դժվար է, բայց 18 թվականին ես սովորական քաղաքացի էի, ով պատկերացնում էր, որ հնարավոր է ավելի լավ երկիր ունենալ, հետեւաբար որոշակի ներգրավվածություն եմ ունեցել, եղել եմ իմ քայլը դաշինքի պատգամավորի թեկնածու, կուսակցական չեմ եղել, նեղ քաղաքական թիմի անդամ երբևէ չեմ հանդիսացել, հետեւաբար ավելի տենց ուղղակի պատկերացրել եմ, որ մենք իսկապես ավելի լավ երկիր կունենանք։ Դուք ազգային ժողովում երիտասարդ պատգամավորների շարքից եք։ Հեշտ է լինել երիտասարդ պատգամավոր։ Տարեց պատգամավորները ձեզ ուրիշ հայացքով նայում են։ Ոչ։ Հավասարը հավասարի պես։ Նույնիսկ ինչ որտեղ զգում են, որ այսօրվա քաղաքականության մեջ երիտասարդությունը շատ ավելի մեծ դերակատարություն ունի։ Իսկապես։ Հիմա եթե զգաք մեր քաղաքական թիմում բավականին հետաքրքիր այսպես փորձառության, այսինքն ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներ եւ երիտասարդություն հետաքրքիր միքս կա, եւ ես վստահաբար ասում եմ, որ իմ ավագ գործընկերները շատ հաճախ հենց ապավինում են երիտասարդների կարծիքին, երիտասարդների պատկերացումներին ինչ որ գործողություններ իրականացնելու մասով, այնպես որ ազգային ժողովում մենք մեզ վատ չենք զգում։ Այս հարցազրույցից հետո կուսակցություն եմ բացում, սիրելի երիտասարդներ, թողեք այդ ռեյվը, եկեք կուսակցություն բացենք։ Իսկ ես կարամ անդամակցեմ։ Դեռ երիտասարդ եմ։ Հա։ Հա։ Կուսակցության բարձրադիր մարմինը կորոշի։ Շատ լավ։ Կին քաղաքական գործիչ լինելը առավելություններ ունի, օրինակ կարելի է լացելով գնալ նստել պատուհանագոգին, որ ձեր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը չի ընդունվել։ Ոչ, չի կարելի։ Լինի կին թե տղամարդ։ Քաղաքականության մեջ առհասարակ ես կարծում եմ արհեստականորեն փորձում են այդ տարանջատումը բերել։ Այ հեշտ է կնոջ համար, այլ հեշտ է տղամարդու համար։ Այդպես չի, քաղաքականության մեջ քաղաքական գործչին գնահատում են իր ասածների համար, իր արածների համար, ոչ թե սեռով պայմանավորված։ Հիմա ինձ դժվար է տեսնել մի իրավիճակում, որտեղ ես ասում եմ, «Վայ, ես կին եմ, ինձ խնդրում եմ ինձ ավելորդ բառեր չասել, ինձ ավելորդ չթիրախավորել»,
Այո, որպես կին շատ հաճախ թիրախավորվում են, բայց նաև թիրախավորվում են տղամարդիկ։ Այդպես չի։ Տղամարդիկ եւս թիրախավորվում են։ Ու ես առհասարակ կյանքում, բայց հատկապես քաղաքականության մեջ չեմ սիրում, երբ որ մարդիկ նվնվում են, որովհետև քաղաքականությունը դրա տեղը չի։ Քաղաքականությունը ամուր նյարդեր է պահանջում, համբերատարություն է պահանջում, որոշումներ կայացնել է պահանջում եւ այդ որոշումներն իրականացնել է պահանջում։ Բազմաթիվ անուշապերներից լսել եմ, որ կնոջ տեղը խոհանոցում է։ Դուք ունեք բացառիկ հնարավորություն իրենց արձագանքելու, համեցեք։ Ես նաև խոհանոցում եմ, բայց նաև խորհրդարանում եմ։ Երկուսն էլ ստացվում է։ Լսի կապերներ։ Ու վերջ։ Բայց գիտեք, չէ, իրանք ինձ այնքան հաճախ մոտենում են, ասում են ապրես։ Հա։ Այն ինձ լավ ասեցիր։ Այնպես որ ես իրանց հետ խնդիր չունեմ։ Ասում են, որ կին քաղաքական գործիչներ ավելի շատ են թիրախավորվում հենց կանանց կողմից։ Դուք նման բան նկատել եք, ինչ հիմքով են թիրախավորում։ Ինձ առաջ թվում է այդ սոլիդարությունը պետք է լինի կանանց միջավայրում, որ գոնե կինը կնոջը չթիրախավորի, բայց հաճախ տեսնում ենք, որ լավ էլ անում են կանայք։ Ես իհարկե զերծ եմ մնում նման որևէ հայտարարություն, որևէ կարծիք արտահայտելուց, բայց ցավոք այդպես է։ Իսկ ազգային ժողովում միջավայրն ինչպես է։ Կա արդյոք կին պատգամավորների միջև թեկուզ հակառակ բևեռներից սոլիդարություն կամ ինչ-որ համագործակցություն։ Ցավոք չկա մեծ։ Եթե ասում եք ցավոք, այսինքն եթե քայլանեք չեն ընդունի, թե իրանք քայլանեն, դուք չեք ընդունի։ Դե տեսեք, քանի որ հիմնականում իրավիճակն այնպես է լինում, որ ավելի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ է թիրախավորումը իշխանական տղամարդ պատգամավորների կողմից, հետեւաբար ենթադրելի է տրամաբանությունն այն է, որ իշխանության կին պատգամավորները որոշակի արձագանք պետք է ունենան։ Օրինակ ես չեմ տեսել մի օրինակ, երբ իմ տղամարդ գործընկերները կոնկրետ թիրախավոր են իշխող քաղաքական մեծամասնության կին պատգամավորներին։ Եթե նման դեպք լիներ, վստահաբար ես մեր գործընկերների հետ կխոսեի այդ առումով։ Ձեր կուսակցությանը մեղադրում են, որ պատերազմ եք բերելու։ Ինչ հաշիվ է, կբացատրեք մի քիչ։ Մարդկա ուզում է երրորդ անգամ վերընտրվի ու որոշել է սպառնա մի ամբողջ ժողովրդին։ Սուտ է դա, թե չէ, ինչ պատերազմի մասին է խոսքը։ Դուք ընդունում եք, օրինակ, արմատապես այն գործընթացը խաղաղության, որը սկսվել է։ Հիմա խաղաղության գործընթաց չկա։ Կա նախընտրական զինադադար եւ կա մի ամբողջ գործընթաց, որտեղ Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել եւ այդ պահանջները հերթով բավարարում են։ Եթե խաղաղության անվան պահանջների մասն է խոսքը, որովհետեւ ես հեսա կասեմ, սիրելի երիտասարդներ, հիմա կբացատրեմ։ Բայց ընդհանուր առմամբ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը ինքը երկուստեք գործընթաց է։ Չի լինում, որ մի կողմը անընդհատ պահանջներ ներկայացնի, մյուս կողմը բավարարի այդ պահանջները ու անունը դնեն խաղաղություն։ Հիմա մեզ ոնց են ասում Արցախի կորուստը կորուստ չէր, որովհետև Արցախը մերը չէր, հիմա մենք անկախացանք, այդ փաթեթավորման նույն տրամաբանությունն է։ Դուք խոսում եք նրա մասին, որ մարդը կարող է նախկինում սխալվել ու հետագայում ճանաչել ու ընդունել իր սխալը, ու այսօր նույն բանն է, նույն process-ն է տեղի ունենում ու մենք խոսում ենք նրա մասին, որ նախկինում բանակցային process-ում եւ այլնի ժամանակ մենք սխալվել ենք, բայց այսօրվա դրությամբ մենք ճիշտ ենք։ Ինչն է այստեղ, որի հետ դուք համաձայն չեք։ Մի րոպե, այնքան ենք սխալվել, որ կարծում ենք, որ Արցախը հայկական չի, որ մերը չի եղել։ Լավ, այդքան ենք սխալվում։ Գոնե ամոթ ունենան, ասեն, հա, հայկական ա եղել, մերն ա եղել Արցախը, չենք կարողացել պահել։ Գոնե տենց ասեն։ Մի քիչ մարդկային կհնչի, բայց ասել, որ երբեք մերը չի եղել, որ Արցախյան շարժումը եղել է արկածախնդրություն, դրանով ուղակի ոտատակ տալ հազարավոր տղաների թափած արյունը ուղակի անընդունելի արեն։ Սա ուղղակի անընդունելի է։ Իրենք բանակցային գործընթացում այնպիսի քայլեր են արել, որոնք անխուսափելի մոտեցրել են վերահաս պատերազմը, բացել են Ալիևի ձեռքերը պատերազմական գործողությունների համար, հետո ընդհանրապես Արցախը հանձնել են, հիմա էլ հպարտանում են, սա գիտեք որ դեպքն է, իրենց արդարացնելու համար են դա անում։ Մարդիկ իրենց կողմից իրականացված քայլերի, որոնք ողբերգական հետևանքներ են ունեցել, այդ քայլերի արդարացման համար ասում են բաներ, որոնք ուղղակի անթույլատրելի պետք է լինեն յուրաքանչյուր հայի համար։ Ուղղակի այստեղ մի հարց էլ կա երիտասարդներին լուսավորելու համար։ Դուք ներկայացնում եք այն քաղաքական գործչի կուսակցությունը, որը նախկինում եղել է այդ հենց Արցախյան հարցը կարգավորող գլխավոր դերակատարներից մեկը ու իր օրոք չի կարգավորվել։ Բայց այսօրվա դրությամբ ձեր քաղաքական ուժը եւ նաեւ դուք մեղադրում եք այսօրվա քաղաքական ուժին նրա մեջ, որ հարցը չի կարգավորվել։ Հիմա երիտասարդների մոտ այդ անկեղծ հարցը կծագի, իսկ ինչու դուք չեք կարգավորել ձեր օրոք։ Շատ լավ։
Բայց մինչև դա մի հատ տեխնիկական բնույթի բան ասեմ։ Ասում եք կուսակցություն, որ ներկայացնում եք, ներողություն, կուսակցություն, քաղաքական գործ, ոչ ես եմ կուսակցական, ոչ նախագահ Քոչարյանը կուսակցություն ունի։ Հիմա նրան թե բա ինչու այն ժամանակ չի կարգավորվել, հա, այդ մեղադրանքը այդպես է գնում։ Եղել է բանակցային գործընթաց։ Ու շատ կարևոր էր, որ հատկապես այս իշխանության գալով նորմալ բանակցային գիծը շարունակեր, բանակցային process-ը շարունակեր։ Ոչ թե բանակցային ամբողջ process-ը փորձեր այնպես ձևափոխել, որը ամբողջությամբ տապալել է բուն բանակցությունները։ Իսկ բանակցությունների տապալում նշանակում է ռազմական գործողությունների սկսում։ Հիմա, որպեսզի մեզ լսող երիտասարդներ իմանա, աշխարհում բազմաթիվ կոնֆլիկտներ կան, որոնց գործընթացը շարունակական, այսինքն բանակցություններն ընթանում են։ Եվ օրինակ Ռոբերտ Քոչարյանի օրոք երկու հիմնական փաստաթղթեր են ընդունվել, որոնք լավագույնն են եղել ամբողջ բանակցային process-ի համար։ Այդ բավականին դժվար է երիտասարդին ընկալելու համար։ Դե հիմա նայ, պատկերացրու դու ունես մի խնդիր։ Պատկերացրու քո ձեռքը ցավում է։ Եվ քո ցավացող ձեռքի համար դու մշտապես տարբեր միջոցներ ես ձեռնարկում, մի միջոցից անցում ես մյուս միջոց։ Վերջնական հարցը չի լուծվում, բայց դրական դինամիկան կա, դու այդ խնդիրը փորձում ես լուծել։ Հետո գալիս է մեկը, ասում է ինձ ընդհանրապես դուր չի գալիս, այս լուծումը, այն լուծումը ճիշտը կտրելն է։ Ու ձեռքը կտրում է, ու համարում է, որ լուծվել է խնդիրը։ Հիմա մենք կարծում ենք, որ դա է լուծումը։ Որ լուծման բանաձևը ուղղակի այսպես կտրել չեզոքացնել, ու դրանով հպարտանալ։ Վստահ եք, չէ, որ եթե այսօրվա իշխանությունը նման մի process ձեռնարկեր հենց մարմնի մի մասի հետ կապված, հետո կհպարտանար, կասեր, բա մեզ պետք էր այս ձեռքը։ Ասատվեցինք պրծանք։ Լավ չէր, որ տարբեր մազեր դնեինք, տարբեր միջոցներ ձեռնարկեինք, քան թե կտրեինք։ Այդ չգիտեմ, այդ երևի երիտասարդները վերլուծեն, շատ կարևոր է ուսումնասիրել պատմությունը ու ձեր հետևությունները անել։ Դուք մի հարցազրույցում ասել եք, մեջբերում եմ, եթե ես եմ բերել Նիկոլին, ես էլ պետք է հեռացնեմ։ Իսկ ձեր նման մարդիկ էլի մտածող կան, ովքեր մտածում են, որ դուք եք բերել վարչապետին։ Դե չափազանց մեծ ձևակերպում է այդպես ես եմ բերել Նիկոլին արտահայտությունը, որովհետև ես մեկն եմ եղել 100 հազարավոր մարդկանցից, չունենալով որևէ քաղաքական կշիռ, մեծ ազդեցություն, բայց նկատի եմ ունեցել, որ եթե ես ինքս մաս եմ կազմել նրան, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ես ինքս պետք է մաս կազմեմ այն գործընթացին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Եվ եթե այն ժամանակ ուղղակի սովորական քաղաքացի էի, այս դեպքում ավելի բարձր գնահատելով սեփական պատասխանատվությունը, ես ավելի մեծ դերակատարում պետք է ստանձնեմ, արդեն քաղաքական գործ չի պատգամավորի կարգավիճակով նրան հեռացնելու համար։ Ինչ կինոխորհուրդ կտաք երիտասարդներին։ Երևի վերջին մի տարվա ընթացքում գրեթե ֆիլմ չեմ նայել, որ ավելի լավ պատկերացնեմ նոր ինչ ֆիլմեր կան։ Արեն, դժվար քաղաքական միջավայրի մեջ ենք, այդպես մի նայի։ Հեշտ չի մեր կյանքը։ Բայց առհասարակ ավելի դասական նկատի ունեն ֆիլմերը, որոնք մնացել են այսպես կինոյի պատմության մեջ որպես ծանրակշիռ ֆիլմեր։ Հիմա գիտես, չէ, ասում եմ, ուզում եմ մի հատ նոր ֆիլմ հիշել, որ երիտասարդությունը չասի համ ջահել է, համ նոր բաներից տեղյակ չի։ Նոր սերիալ եմ ուզում հիշել, որ բավականին ակտիվ նայում է երիտասարդությունը։ Netflix նայում եք։ Netflix, հա, երբեմն նայում եմ։ Մի հատ զանգեմ տղայիս հարցնեմ, երբեմն իր հետ նայում եմ, բայց ինքը ավելի ակտիվ է, հիմա տեսնում եմ, որ բավականին ակտիվ ֆիլմեր է դիտում։ Համեցեք, հրաշալի առիթ է ձեր տղային զանգելու, որ խնդրեմ կմոտեցնեք Տիկին Գրիգորյանի հեռախոսը։ Մնում է դասի չլինի։ Շաբաթ օր է, բայց իրեն դեռ դաս։ Եթե падգամավորը զանգում է, արժե դաս ընդհատել։ Նախ իր համար ինչ падգամավոր, իր մաման է զանգում։ Բայց դասարանցիների համար падգամավոր։ Կներեք ազգային ժողովից են զանգում։ Բայց մի քանի րոպե հետո ընդմիջումը սկսելու է, իրանց դասամիջոցը սկսելու է։ Մի հատ եթե դեմ չեք, այդ ժամանակ զանգահարենք։ Մենք կսպասենք, որ եթերում զանգեն։ Միշտ հիշեք, եթե ձեր հեռախոսին դասի ժամանակ անծանոթ համարից զանգում են, դա կարող է լինի զանգ ազգային ժողովից։ Ուշադիր եղեք ձեր զանգերին։ Անցյալին վերադարձ կա, թե չէ։ Անցյալը չի կարող վերադառնալ։ Կարող են միշտ նախ ես մարդ եմ, որ միշտ դեպի ապագան եմ նայում, բայց նաև պետքա անցյալի վրա որոշակի հենման կետ ունենաս։
Չի լինի օթում ուղակի արմատներդ հանես, անցյալը կտրես թափես, ասես հիմա նոր իրողություններ են, որովհետև մեզանից որևէ մեկը նույնիսկ այս պահին անկախ նրանից ինքը ինչ է մտածում, այդ մտածողությունը ձևավորվել է երկար ժամանակվա որոշակի գործընթացների բերումով։ Հետևաբար ոչ թե անցյալին վերադարձ, այլ անցյալի լավ բաների պահպանում, վերարժևորում եւ դեպի ապագա հայացք, միանշանակ դեպի ապագա։ Ապագա կա էլի։ Բայց այդ ոչ այդ համատեքստում վստահաբար, որտեվ իրանց պատկերացրած ապագան նաև Արցախում էր, գոռում էին Արցախում ապագա կա։ Շատ քաղաքականացրեցին, վայ։ Բա քաղաքական ոչ չէ դեք խոսում։ Ձեզ երբևէ վիրավորել են ազգային ժողովի ամբիոնից։ Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի ասեք ովքեր մենք արենայի հետևորդներով մտնենք Instagram-ի տակ, այնքան կոմենտ գրենք, որ փոշմանեն, որ երբևէ ձեզ անդրադարձել են։ Եթե որևէ մեկը ինձ վիրավորում է, դա անպատասխան չի մնում։ Ոչ թե վիրավորանքի տեսքով, որովհետև իմ դաստիարակությունը անպատասխան ձևով պետք է դրսևորվի, բայց դա երբեք անպատասխան չի մնում։ Որևէ մեկը չի կարող ինձ որևէ բան ասել ու մտածել, որ ասելու անցնի առաջ, ոչ, մշտապես ես պատասխան հնչեցնում եմ, բայց կարող եք հետևել, այս առաջիկա քարոզարշավի ընթացքում վստահաբար կլինեն դեռևս նման դեպքեր, այդ ժամանակ ինձ ակտիվորեն խնդրում եմ սատարել։ Դուք միշտ ուզեցել եք մնալ ազգային ժողովի պատգամավոր, թե օրինակ կհավակնեիք լինել շրջակա միջավայրի նախարար եւ օրինակ զբաղվել ձեր հարազատ կապանի հանքերի հարցերով։ Նախ պատգամավոր լինելն էլ իմ երազանքը չի եղել։ Ես միշտ ավելի պատկերացրել եմ դիվանագիտական աշխատանք։ Դրա համար նաև ընդունվել եմ դիվանագիտության դպրոց, դիվանագիտական ակադեմիա, արտաքին գործերի նախարարության կից գործող։ Բայց հետո այդպես չի ստացվել, որ աշխատեմ որպես դիվանագետ։ Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի նախարար լինելուն, իսկապես շատ իմ ոլորտը չի, այսինքն այնպիսի գիտելիքներ չունեմ, որպեսզի այդ ոլորտում համապատասխան գործունեություն ծավալեմ։ Ու ես խորապես հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կոմպետենցիաների շրջանակում պետք է աշխատի։ Այսինքն շրջակա միջավայրի նախարար պետք է լինի մարդ, ով հասկանում է էկոլոգիայից, ով հասկանում է այդ ոլորտից։ Իսկ դուք ո՞ր ոլորտը կընտրեիք, օրինակ։ Ասեցի, դիվանագիտություն։ Արտգործնախարար կլինեիք։ Եթե այդ միջոցով կարող եմ ծառայել իմ պետությանը, միգուցե, բայց նման հավակնություններ չունեմ։ Քաղաքականության դաշտում, քաղաքականության մեջ ապատեղեկատվությանը ո՞նց եք վերաբերվում։ Դա ընդունելի զենք է օպոնենտների նկատմամբ։ Անընդունելի զենք է, բայց անխուսափելի է դարձել։ Այսօր քաղաքականությունը առանց ապատեղեկատվության ուղղակի գոյություն չունի։ Ես Արեն ջան, այնքան բան եմ իմ մասին կարդացել, անհավանական։ Իհարկե կարային ավելի կրեատիվ լինեին ու ավելի հետաքրքիր ստեր տարածեին, ավելի հետաքրքիր այդ misinformation-ը լիներ, բայց ամենայն դեպս անխուսափելի է քաղաքականություն եւ ապատեղեկատվություն, կարծես թե միահյուսված են։ Իսկ դուք կամ ձեր քաղաքական ուժը տարածում եք ապատեղեկատվություն։ Ոչ, ես երբևէ հակված կարող է ինչ որ սխալ ինֆորմացիա ունենամ, հետո ընդունեմ, որ սխալվել եմ, բայց դիտավորյալ, գիտակցված, սխալ տեղեկատվություն տարածել, մարդկանց մոլորության մեջ գցել իհարկե ոչ։ Շատ կարևոր է յուրաքանչյուր ինֆորմացիա ստուգել, արդյոք պաշտոնական աղբյուրներին համապատասխանում է թե չէ, որովհետև ապատեղեկատվությունը շատ լուրջ վտանգավոր զենք է։ Ընդդիմության ամենամեծ սխալը ո՞րն է եղել այսօրվա խորհրդարանում։ Տարբեր շատ երկար չեմ մտածում, ուղղակի ուզում եմ ճիշտ ձևակերպել, որովհետև հեշտ միջավայրում չենք աշխատել եւ գիտեք ոնց էր։ Մենք այնպիսի իրողություններում ենք, որ պետքա գլոբալ փոփոխություններ է լինում, օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետքա Արցախի կարգավիճակի մասով նշաձող իջեցվի, մենք որոշեցինք, որ դուրս ենք գալիս փողոցային պայքարի, երկար ժամանակ չենք վերադարձել խորհրդարան վերադառնալուց հետո կարծիքները կիսվել էին ավելի ակտիվ լինել խորհրդարանում, թե չլինել։ Ես կարծում եմ, որ մենք բաց թողնված բաներ ունեինք, այսինքն շատ ավելի ակտիվ լինել խորհրդարանում, շատ ավելի ոչ միայն խոսել անվտանգային արտաքին քաղաքական, այլ նաև սոցիալական բնույթի հարցերից, որոնք անմիջապես մարդու հետ առնչվող հարցեր են։ Իսկ մեր հիմնական առաջնահերթությունը, ինչը նորմալ էր, ինչը բնական էր, անվտանգությունն էր, Արցախի հիմնախնդիրն էր, Սյունիքում այսպես ադրբեջանական զորքերի տեղակայում եւ այլն եւ այլն։
Բայց կարծում եմ, որ նաև պետքա ինքը զուգակցվեր սոցիալական բնույթի հարցերով եւ մարդիկ, ովքեր ամենօրյա իրենց կյանքում տեսնում են խնդիրներ, այդ խնդիրների բարձրաձայնումով լուծումների առաջարկությամբ։ Այսինքն դուք ձեր խնդիրը համարում եք պակաս ակտիվ լինելը։ Ես կարծում եմ, մենք կարող ենք շատ ավելի արդյունավետ լինել։ Զուտ ավելի արդյունավետ լինել, ավելի կազմակերպված լինել։ Տեսեք, ես ինքնակննադատաբար եմ հիմա նայում։ Նախընտրական փուլը ես կարողա այնքան էլ ճիշտ չի շեշտադրում անել, որովհետև մենք իսկապես փողոցային պայքարը տվել ենք, խորհրդարանում մեր պայքարը տվել ենք, վստահաբար դուք բոլորը դա տեսել եք։ Բայց ես այսպես իսկապես ինքնակննադատությամբ նայելով, մեր գործունեությանը ես կարծում եմ, որ մենք շատ ավելի կազմակերպված եւ շատ ավելի արդյունավետ կարող ենք գործել։ ՔՊ-ում կա падգամավոր, ում սիրում կամ հարգում եք որպես մասնագետ։ Կամ օրինակ, եթե երկուսով ազգային ժողովից դուրս գաք, կշփվեք իրար հետ։ Նախ որևէ մեկի հետ շփում չունեմ։ Չէ, պատասխանս ոչ։ Նախ որպես մասնագետ, չգիտեմ, ինչի մասնագետ են այնտեղ։ Մանիպուլյացիայի թույլ մասնագետներ կան այնտեղ։ Եթե դա որպես ոլորտ նկարագրենք, մի քանիսին կարող եմ մասնագիտական ոլորտ։ Հա, մասնագիտական վստահ չեմ։ Հա, կարող է այնտեղ օրինակ Բաբկեն Թունյանը տնտեսագիտության մասնագետ է եւ այլն, բայց կարող է այդպես 1-2 մարդ, 3 մարդ լինի, որ կոնկրետ ոլորտի լավ մասնագետներ լինեն, բայց միևնույնն է խոսալու բան չունեմ։ Եթե այս ընտրություններին չընտրվեք, կվերադառնաք դպրոց։ Եթե ոչ ամբողջությամբ դպրոց վերադառնալ, ապա ես կուզենամ որոշակի ժամեր գոնե ունենալ երեխաների հետ շփումը իսկապես ինձ մեծ էներգիա է տալիս, կուզենամ դա պահել։ Իմ ջերմից բավականին երկար ժամանակ պահել եմ պատգամավորական գործունեության զուգահեռ աշխատել եմ դպրոցում։ Հետո երբ ավելի ակտիվ փողոցային պայքար եւ այլն բարդ էր այդպես աշխատելը եւ որոշեցի, որ երեխաները պարտավոր չեն իմ անդադ բացակայությունները հանդուրժել, իմ տրամադրությունների փոփոխությունը հանդուրժել։ Հետեւաբար մտածեցի, որ ժամանակավորապես դուրս կամ դպրոցից, որպեսզի իրանց էլ անհարմար դրության մեջ չդնեմ։ Տաղավար մոտեցրեցին կարմիր եւ կանաչ դրոշները։ Պաշտոնապես հանձնում եմ ձեզ։ Պաշտոնապես ընդունեցի։ Ես ձեզ ասում եմ ինչ-որ բաներ, դուք բարձրացնում եք այն դրոշը, որ կարմիր դրոշ է, թե կանաչ դրոշ չէ ձեր համար։ Ընդունելի չընդունելի։ Ահա։ Կարմիր դրոշ է, թե կանաչ դրոշ ձեզ համար, երբ դու ես վճարում փարթին մասնակցելու համար, բայց ուրիշին են գովում կենացներում։ Շատ նորմալ է։ Երբ մարդը չի նվագում ոչ մի երաժշտական գործիքի վրա։ Դա էլ է նորմալ։ Բայց ասեմ, երաժշտական կրթություն ունեցող մարդիկ տարբերվում են։ Երբ մարդ սխալվում է, հետո ուղում սխալը, հետո նորից սխալվում ու տենց մի քանի անգամ։ Եթե անկեղծ է, նորմալ է։ Ի վերջո քրիստոնեությունը դրա մասին է նաև։ Վառ գունավոր շորերով տղաները։ Կներեք։ Իսկ գունավոր մազերով։ Տղաները։ Հա։ Եթե մի 5 հատ լիներ։ Իսկ դաջվածքներով։ Հա, նորմալ է։ Տղաները։ Իսկ դաջվածքներով ու գունավոր մազերով։ Տղաները։ Հա։ Իսկ պիրսինգներով։ Հա, նորմալ է։ Բայց դա էլ ինչ որ չափ բան կա, չէ՞։ Վահան, դու Աննա Գրիգորյանի համար red flag ես։ Բայց մի րոպե, այդպես կլիշե մի դիր։ Ինչ տիպի պիրսինգի մասին է խոսքը։ Ստեղ մի հատ քարվոր պիրսինգ են անում ստեղ։ Հա, դա նորմալ է։ Ինձ թվաց այն որ լինում ասենց մի քանի հատ միաժամանակ ամբողջ դեմքին նայում ես պիրսինգը։ Կամ սենց քթին։ Դրա համար եմ ասում, չափի մեջ, օքեյ է, չափից շատ red flag։ Վահան, դու red flag ես միևնույն է։ Դա Արենի կարծիքն էր Վահան։ Երբ աղջկան կոմպլիմենտ են անում ու ասում տղամարդ աղջիկ է, լիքը լավ տղուց լավ տղա է։ Նայ, ես հիմա այստեղ խնդիր ունեմ։ Ինչ շատ են տենց ասում։ Հիմա որ red flag անեմ, այդ մարդիկ կմտածեն, որ ես իրանց մասին վատ կարծիք ունեմ։ Դուք կարող եք սկզբում ասել, հետո մի հատ առանձին հարց է ձեր մասով, որ դա ձեզ են ասում։ Բայց ես հասկանում եմ իրանք ինչ նկատի ունեն։ Նկատի ունեն տղամարդուն հիմնականում բնորոշ հատկանիշներ, որը վատ բան չի, բայց
Նաև պետք է գիտակցել, որ այդ համամարտկային բաներ են, հատկանիշներ են, ոչ միայն տղամարդուն վերագրելի։ Հետևաբար տղամարդ կին արտահայտությունն ինձ համար ընդունելի չէ, բայց այնինչ դնում են այդ ենթատեքստում, ինձ համար ընդունելի է։ Սովետական միությունը կարմիր դրոշ է, թե կանաչ։ Ինքը Իրանով կարմիր դրոշ է։ Իսկ Սաուդյան Արաբիան։ Ինչ։ Սաուդյան Արաբիան ինչ։ Red flag թե green flag։ Այդպես ո՞նց կարելի է երկրին red flag կամ green flag ասել։ Ճիշտ պատասխանն էր green flag իրանց դրոշը կանաչ է։ Red flag-ը թե green flag, երբ աշակերտները վերջին զանգին փող չեն հավաքում, որ տնօրենին կոնյակ առնեն։ Չպետք է հավաքեն։ Երբ դու գրում ես մեկի ինստային, իսկ ինքը կարդում ու չի պատասխանում։ Սովորաբար, չէ, շատ վատ բան է։ Արմին է պատասխանի նամակներիս։ Ու կներեք, եթե ես էլ չեմ հասցնում պատասխանել։ Երբ դու վարսավիրանոց ունես, իսկ ընկերուհիդ ուրիշի մոտ է մազերը կտրում։ Նորմալ է։ Այդտեղ դու խնդիր ունես։ Պետք է կատարելագործվել։ Երբ ինտիմությունը հայտարարում է մեծ ցույց, միտինգ, բայց անձրևի պատճառով չի գնում։ Դա երբ է եղել։ Դա red flag է թե green flag։ Red flag։ Red flag։ Վերջին ավանդական հարցս։ Եթե ընտրվեք, կգաք նորից արենա։ Ավելին, եթե նույնիսկ չընտրվեմ։ Մենք արենայի շրջանակներում զանգում ենք չկողմնորոշված երիտասարդների, ովքեր պետք է հունիսի 7-ին առաջին անգամ ընտրեն, ու հեռախոսը փոխանցում ենք հյուրին, որպեսզի նա 1 րոպեվա ընթացքում համոզի, որպեսզի իրեն ընտրեն։ Արեն, իսկ ես ուղղակի միանման խոսում եմ, թե ինչ որ հարց կոնել ասեմ, հետո արձագանքեմ, թե։ Ես զանգում եմ, զգուշացնում եմ, որ ինքը եթերում է։ Պետք է հեռախոսը ձեզ փոխանցեմ, ու դուք ոնց ուզում եք, ինչ ֆորմատով ուզում եք, իրան համոզեք։ Շատ լավ։ Կամ կարող եք ասել, եթե ինքը հարց ունի, բան։ Հա։ Նա ասեմ, որ եթերում ենք։ Կարող է վերցնի ինձ բան ասի։ Ալո։ Արթուր, բարև։ Դու բարձրախոսի վրա ես, դու արենա հաղորդման շրջանակներում հնարավորություն ունես հեռախոսով խոսելու պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի հետ, ով 1 րոպեի ընթացքում պետք է քեզ համոզի, որպեսզի իրան ընտրես։ Համեցեք։ Արթուր, ողջույն։ Բարև ձեզ։ Եթե հատուկ հարց չունես, միանգամից սկսեմ քեզ համոզել։ Հատուկ հարց չունեմ։ Ուրեմն, ես երիտասարդ քաղաքական գործիչ եմ, ով պատկերացնում է, որ մեր երկիրը ապագայում պետք է լինի շատ զարգացած, բարեկեցիկ, մրցունակ կրթական համակարգով, բայց նաև շատ անվտանգ, մեր տարածքային ամբողջականությունը պահպանված, եւ որ նաև անչափ կարևոր է մեր ինքնությունը չմոռացած։ Այսինքն մեզ համար անթույլատրելի պետք է լինի, որ Արցախը չհամարեն հայկական, որ Արարատի դեմ պատերազմ գնա, եկեղեցու դեմ պատերազմ գնա, որովհետև այդ բոլորը հայ մարդուն հայ դարձնելու գործոններն են։ Հետևաբար ինչքան էլ ժամանակակից մրցունակ լինենք, նույնքան էլ պետք է հավատարիմ լինենք մեր տեսակին եւ մեր արմատներին։ Հետևաբար այդ երկու կարևոր կոմպոնենտների համակցությունը այն պատկերացումներն են, որ մենք ունենք, եւ ես շատ հուսով եմ, Արթուր, որ առաջիկա ընտրությունների նախ դուք անպայմանորեն կմասնակցեք եւ նաեւ կքվեարկեք 17 համարի համար, եւ դա Հայաստանն է։ Ընտրիր Հայաստանը։ Արթուր, Շատ շնորհակալ եմ։ Իրականում ինձ պատճառ պետք չէր ձեզ ընտրելու, որովհետեւ ես թե տեսել եմ ձեր ելույթները ազգային ժողովում, թե ձեր հարցազրույցներից մի քանիսն եմ տեսել, ու ճիշտ ասած, ուղղակի ինձ պետք էր TV իմանալ ու վերջ։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ես ինքս միշտ բոլորին ասում եմ, որ բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին, կարևոր չէ, որ համարը ընտրեն, ավելի շուտ կարևոր է, որ համարը ընտրեն։ Այո։ Ես չեմ ասում, որ համարը ընտրեն, բայց այն, որ պետք է բոլորը մասնակցեն, դա ես միշտ ասում եմ։ Շնորհակալ եմ շատ, Արթուր, շատ ուրախ եի, որ հենց քո հետ ստացվեց իմ զրույցը։ Շնորհակալ եմ։ Ինքս շնորհակալ եմ շատ։ Stay tuned.
Շնորհակալություն, կհանդիպենք, երբ հրապարակվի, ես քեզ կուղարկեմ։ Եղա, մերսի։ Արեն, նախապես պլանավորած չէր, չէ՞։ Մեր բոլոր զրույցներում նա ասել է, որ չի կողմնորոշվի, բայց փաստորեն ուղակի գախնի էր պահում, բայց որոշեց ինքը ամբողջ Հայաստանին ու նորալիքի հետևորդներին ասի։ Պետք է ասեմ, որ ձեր մեկնաբանությունները, ձեր լայքերը մեզ մոտիվացնում են աշխատել ու ձեր մեկնաբանությունները կարող են նաև այստեղ հնչել որպես հարց ապագա մեր հյուրերին։ Ընկեր Սիմոնյան։ Այո։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Լավ եմ, դասին ինչ կա։ Ընկեր Սիմոնյան, Աննանա Գրիգորյան, Միկայի մայրիկը, շատ խնդրում եմ էլի, հա, թողնեք Միկան 2 րոպեով դուրս գա էլի դասից։ Շտաբանն եմ ասելու, կարծես թե չի կարողանում դուրս գալ։ Լավ։ Շնորհակալ։ Հա, հետո ինձ զանգեց, ես անհասանելի, հիմա գրում եմ, ասում եմ չեմ կարող ընկեր Սիմոնյանի շրջանցել։ Հետո կապեք իցեք։ Հա, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, շատ կներեք, որ խանգարեցի։ Հա։ Այս մի հարցը լուծեցինք։ Իսկ եղել է, որ ձեր պատգամավորի կարգավիճակը տենց դեպքերում օգտագործեք, ասենք պետական կարևորության հարց է բան։ Չէ, նախ իմ բոլոր գոլեգաներն են, այսինքն որտեղ որ ես դաս եմ տվել, իմ տղան հիմա այդտեղ է սովորում, իմ գոլեգաներն են։ Եվ հետեւաբար մարդկային շփում է իրանց հետ։ Ալո։ Միկա ջան, կներես էլի, որ այսքան զանգում եմ քո դասը խանգարեցի, բայց ես հիմա մի հաղորդման եմ, որտեղ երիտասարդներին պետք է առաջարկեմ հետաքրքիր ֆիլմ, ժամանակակից, հետաքրքիր ֆիլմ։ Ուզում եմ, որ դու ինձ օգնես այդ հարցում։ Ինչ ֆիլմ կառաջարկես նայենք։ Դե եթե ճիշտ ասեմ, ժանր, որ հուշես ինչ ժանրի մեջ ես կարող եմ։ Կարևոր չի։ Ամենասիրածը իրան։ Քո ամենասիրած, այս վերջերս ինչ էր նայում, որ սենց սերիալով էր։ Սերիալով։ Ճիշտ ասած, բանը բայովի կինոներ եմ ես նայում, կամ երկու հատ։ Ցանկացած մեկը, որ հիմա քո մտքով անցնում է, որ կարծում ես հետաքրքիր է։ Օրինակ, այդ նույն Միսիա Նիվիպոլնիման։ Միսիա Նիվիպոլնիման։ Mission Impossible։ Բայց դա իմ թվերի կինո էր, թազա բան չկա։ Դե թազա չէ, թազա դուրս։ Ոնց ժամանակակից կինո ասա, ես քեզ զանգել եմ, որ դու ժամանակակից կինո ասես։ Ժամանակակից այդքան չգիտեմ։ Չկամ այդ կարամ։ Միք, այս վերջերս մի հատ բան էինք նայում, որ դու սերիալ բաներով, սեզոններով նայում ես, այդ բան հիմա այս բան մտքից չի գալիս անունը, բավականին հայտնի։ Սպասում էիր, որ Netflix-ով։ Stranger Things-ը է։ Stranger Things-ն է։ Stranger Things։ Այդ բայվիկ չի։ Հա, բայց ով է բայվիկ ուզում։ Ես բայվիկ պետքա խորհուրդ տայի։ Լավ տղաս, կներես, որ քեզ անհանգստացրեցի, վերցնում եմ որպես պատասխան Stranger Things-ը։ Շնորհակալություն Միկա ջան։ Շնորհակալություն Միկա ջան, քեզ լավ դասեր։ Stranger Things։ Այստեղ։ Շատ շնորհակալություն։